6-ից 60 տարեկան ճամբարականներ։ Աժդահակ սոցիալ-բնապահպանական կենտրոնի էկոճամբարը ամռան 20 օրերին մեկ հարկի տակ է հավաքել երեխաներին, երիտասարդներին ու մեծահասակներին։ Կավեկ ուժեր, թռչնագիր պատկերներ, ձեռագործ գորգեր ու տիկտիկներ։ Կենտրոնի սենյակներում ճամբարականների երևակայության արգասիքն է։ Թեև էկոճամբար 2026-ն անցկացվում է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, այստեղ գալիս են նաև երեխաներ հարակից Սարուխանից, Լանջաղբյուրից, Գանձակից, Երևանից ու արտերկրից։ Իրենց տատիկ պապիկներին էլ են ճամբար բերում ակտիվ հանգստի։ Սովորել ենք ազգային պարեր, ազգային երգեր եւ ուսուցողական տեսանյութեր ենք դիտել, տարբեր խաղեր ենք խաղացել։ Մարինան 12 տարեկան է, 15 օր է աժդահակ է գալիս։ Կենտրոնը փոքր է, ճամբարականներն այստեղ չեն գիշերում։ Գալիս են առավոտյան ժամը 10-ից, իսկ վերադառնալու ժամն իրենք են որոշում։ Տուն գնալ չեն շտապում, սիրում են երեկոյան հավաքվել խարույկի շուրջ, կիթառ նվագել, ազգային երգ ու պար կատարել։ Կենտրոնի փոքրիկ տիկնիկային թատրոնը, համակարգչային սրահն ու երաժշտական գործիքները ապահովում են մասնակիցների ամենօրյա զբաղվածությունը։ Բնապահպանական գործունեությունն է առանձնացնում աժդահակը հազարավոր ճամբարներից։ Տարիներ առաջ Նելի Դռնոյանը, որն ուսուցիչ էր դպրոցում, նկատում է, որ դպրոցի կողքով հոսող գետը ծանրաբեռնված է թափոններով։ Պատմում է այդ մասին իր աշակերտներին, նրանց միանում են գյուղի բնակիչներն ու մաքրում գետափը։ Իսկ հավաքած մետաղական տարաները վերածում ծաղկամանների։ Այդ նախաձեռնությունից ծնվում է էկոակումբը։ Աժդահակ սոցիալ-բնապահպանական կենտրոնի գործունեության համար էլ տիկին Նելին տրամադրում է իր հայրական տունը։ Փորձում ենք, որ երեխաները այդ ձևավորված արժե համակարգը իրենց նաև պետք է հետագա կյանքում ոչ միայն այս պատերից ներս, այլ նաև ձևավորվեն որպես մարդ ու կարողանան իրական կյանքում ունենան իրենց դիրքորոշումը, ունենան իրենց վարքագիծը, որը շատ կարևոր է։ Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ կենտրոնում անցկացվում են էկոկրթության, նկարչության, տրամաբանության, շախմատի, տիկնիկագործության, գոբելենագործության դասընթացներ, ստեղծվում խմբակներ շահառուների կարիքներին եւ նախասիրություններին համապատասխան։ Ջոկատավարները, աշխատարանների ղեկավարներն ու ուսուցիչները կամավորաբար են կիսում իրենց հմտություններն ու գիտելիքը։ Ես Մկրտիչ Հակոբյանն եմ, 17 տարեկան, աժդահակ սոցիալ-բնապահպանական կենտրոնի էկոճամբար 2026 թվականի ճամբարում ֆիզիկական նախավարժանքի աշխատանի ղեկավար եմ, նաև իրականացնում եմ ճամբարականների համար ինտելեկտուալ խաղեր։ Աժդահակ կենտրոնի դռները, ինչպես հայրական տունն է, չեն փակվում ողջ տարվա ընթացքում։ Ամառային ճամբարից առաջ եւ հետո համայնքային բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ են կազմակերպվում։ Եթե ինձ հրավիրում են, անպայման տեղեկություններ գյուղի մասին, հայոց պատմության, իմ չքնաղ հայրենիքի, իմ նախնիների, իմ ժողովրդի մասին ինչ կարող եմ, այդ է տեղեկացնում ենք։ Մեր դպրոցի սաները Հայաստանում չկա այնպիսի մի գողտրեկանգում, որտեղ եղած չլինեն, ուսումնասիրած չլինեն, ոչը պաշտպանեն բնությունը, մաքրությունը, ձեր աչքի առջև է։ Կենտրոնում կարևորում են հոգևոր եւ ազգային արժեքների փոխանցումը։ Մեր նկարահանման օրը Գեղարքունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն ու թեմի հոգևորականներն էին հյուրընկալվել ճամբարում։ Զրուցեցին հավատքի, ազգային ինքնության եւ համայնքային համախմբման մասին։ Իսահակ Սրբազանն ընդգծեց համակեցության հմտություններ ձեռք բերելու եւ համերաշխության մթնոլորտ հաստատելու կարեւորությունը։ Ճամբարականներին փոխանցեց իր հայրական օրհնությունն ու պատգամը։ Հոգևոր մեկնաբանությամբ մենք մի ազգի, մի մեծ ընտանիքի զավակներ ենք։ Եվ այս իմաստով մեր երիտասարդները շատ կարիք ունեն ուրեմն միասնաբար ապրելու, ներելու միմյանց, ամբողջանալու միմյանցով, մեկը մյուսի կյանքի մեջ ներբերում ունենալու։ Աժդահակի ճամբարականների ու համայնքի բնակիչների երազանքն է, որ իրենց գյուղի խոնարհված եկեղեցու Սուրբ Գևորգի զանգերը նորից ղողանջեն։ Կենտրոնի տնօրենը լիահույս է, մի օր դա էլ կյանքի կկոչեն։ Նարեշ Ավինյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։